Պատգամի վերնագիրը Աստծո յուղերը, Աստծո յուղերը, յուղ, որ շատ կարևոր դեր ու նշանակություն ունեն Աստծո մեջ, եւ ասեմ ավելին, չկար այտենց մի բան, որ առանց յուղի ունենար նշանակություն։ Մինչև յուղը նրա վրա չկաթար, դա արժեքավոր չէր դառնա։ Մինչև յուղը նրա վրա չլցվեր, դա արժեքավոր չէր դառնա։ Չնայած որ սարքել էին, պատրաստել էին ոսկերիչները, քանդակագործները, փայտով զբաղվողները, որոնց վրա Տիրոջ հոգին եկել էր եւ նրանք իմաստություն են արել, միևնույն է դրանք արժեքավոր չէին դառնում, մինչև որ Մովսեսը յուղը չլցներ դրա վրա։ Այսօր խոսելու ենք Տիրոջ տան յուղերի մասին, երկու յուղի մասին ենք խոսելու, որ շատ կարևոր դեր էին տանում տաճարում եւ առանց դրա ոչ մի բան արժեքավոր չէր դառնում։ Փառք Տիրոջը։ Առաջի յուղը դա օծման յուղն էր, որ քահանապետերը, Մովսեսը, քահանաները գործածում էին Աստծո տաճարի մեջ, Աստծո տան մեջ։ Ինչ էր անում այդ յուղը։ Այսօր գիտեք, առանց յուղի ոչ մի բան համով չի, առանց յուղի ոչ մի բան լավ չի, առանց յուղի տեխնիկան չի աշխատի, մոտորը կխփի, գրիշ աղբերս կհաստատի։ Առանց յուղի ոչ մի բան չի լինի, գեղեցիկ չի, դուրեկան չի, քաղցությունով չի, առանց յուղի մեր խոսակցությունը կոպիտ կլինի, վիրավորող կլինի, կծող կլինի, առանց յուղի մեր հաղորդակցությունն վիրավորող կլինի, չգիտեմ, բարեր կան էլի սենց, որ լավ չի լինի այդ հաղորդակցությունը, կվանի քեզ առանց յուղի։ Յուղը իր մեծ դերն ու նշանակություն ունի նաև մեր կենցաղի մեջ, մեր երկրավոր կյանքի մեջ, շատ կարևոր է այդ յուղը։ Անգամ յուղի դեր են տանում, երբ որ Աստված ստեղծեց մեր ոսկորները այդ խաղերի մեջը, հատուկ մի հատ բան կա, որ շատ գեղեցիկ, փափուկ, սլացնում այդ ոսկորները չոր, այն մարդիկ կան, որ այդ խնդիր ունեն, չէ, ասում են մաշում է, ինչ էին ասում դրան։ Ոչ եմ, էդի մաշում է, դրանից, գևոր աղբեր, մաշում է, և սկսում է ոսկորը մաշել, ոտքը ցավար, այսինքն ամեն բանի մեջ Աստված այդ գաղափարը դրել է այդ յուղը, որ իր դերը տանի։ Այսօր մեզ պետք է, որ մեր բնավորությունն էլ յուղոտ լինի, թե տան մեջ, թե աշխատանքի վայրում, առավել ևս եկեղեցում, մենք կարիք ունենք յուղման, բայց իհարկե ոչ գրիշ աղբոր մոտ, այլ Տիրոջ Սուրբ Հոգու մոտ, այդքան որ մեզ յուղի, որ քաղցր լինենք ամեն բանի մեջ, ամեն, որտեղ Ավետարանն ասում է, որ քաղցր եղեք, իրար հետ քաղցրությամբ խոսացեք, հա, սիրեք իրար, ինչպես Տերը ձեզ սիրեց, դե առանց յուղի ոնց կարանք ոչ սիրենք, ոչ էլ կարանք քաղցրությամբ իրար հետ վարվենք։ Թող Աստված օգնի մեզ։ Ելից 40-րդ գլուխ Ինչպես ասեցի, առաջինը կխոսանք օծման յուղի մասին, թե ինչ դեր էր տանում օծման յուղը Աստծո տան մեջ։ 40 գլուխ 9-րդ խոսք Եվ օծման յուղ առնես եւ խորանը եւ նրա միջի եղած բոլոր բաները օծես եւ սրբես նրան եւ նրա բոլոր անոթները, որ սուրբ լինեն։ Ինչ լինեն? Սուրբ լինեն։ Բայց ոնց պիտի սուրբ լինեն օծման յուղի պատճառով։ Նայեք, անոթները կար, սեղանը կար, ամեն ողջակեզի սեղանը կար, ամեն պարագաները պատրաստել էին, ինչպես հիմա ստեղ կա դրված երաշտական գործիքները, Աստծո տան մեջ էլ կար հատուկ սեղաններ, ողջակեզության սեղանը, զոհաբերության սեղանը, հացինցան, լվացվելու սեղանը, ամեն բան, ուխտի տապանակներ, սրբության սրբոցում դրված, բայց ոչ մի բան սուրբ չէ Աստծո առաջ, մինչև որ օծման յուղը Մովսեսը չկաթացրեց, չլցրեց դրանց վրա։ Եվ խոսքն ասում է, որ օծման յուղն առնես եւ խորանի եւ նրա միջի եղած բոլոր բաները օծես յուղով։ Օծես յուղով, որ իմ առաջ դրանք սուրբ լինեն։ Շարունակությունն էլ կարդանք, ասում է. Եվ օծես ողջակեզի սեղանը, նրա բոլոր գործիքները եւ սրբես սեղանը, եւ սեղանը ամենասուրբը լինի։
եւ օծես ավազանը եւ նրա խարիսխը եւ սրբես նրան։ Հետո ասում առաջ, եւ Ահարոնը եւ նրա որդիներից մոտեցնես ժողովրդի խորանի դրանը եւ ջրով լվացնես նրանց եւ Ահարոնի հագուստն էլ սուրբ զգեստները եւ օծես նրան եւ սրբես նրան եւ ինձ քահանայություն անեն։ Անկամ քահանաների զգեստներն էլ օծես, նրանց էլ օծես, որ ինձ համար ծառայություն անեն։ Սա շատ կարևոր բան է մեր կյանքում, որ մենք պիտի օծվենք, մենք այդ յուղը պիտի ունենանք։ Առանց այդ յուղի չկա ոչ մի Աստված պաշտություն, առանց այդ յուղի իմ ու քո ծառայությունը կլինի ձանձրալի, ստիպողաբար, բայց յուղը ամեն բան գեղեցիկ է դարձնում, սլացիկ եւ ցանկալի։ Փառք Տիրոջը։ Եվ այսպես Աստված ամեն բան տաճարը կառուցելուց հետո ամեն բան յուղով պատեց, որ նրա համար սուրբ լինի ամեն բան։ Ղևտացիներիս 8:10 8-րդ գլուխ 10-րդ խոսքի մեջ եւ Մովսեսն առավ օծման յուղը եւ օծեց խորանը եւ բոլոր նրա միջի եղածները եւ սրբեց նրանց։ Եվ սրսկեց նրանցից սեղանի վրա 7 անգամ եւ օծեց սեղանը եւ նրա բոլոր գործիքները եւ ավազանը եւ նրա խարիսխը եւ նրանց սրբելու համար։ Եվ Ահարոնի գլխի վրա եւ օծեց նրան սրբելու համար։ Եվ թափեց օծման յուղը Ահարոնի գլխի վրա եւ օծեց նրան սրբելու համար։ Այսինքն ամեն բան յուղով անցկացրեց Մովսեսը։ Սա շատ կարևոր դեր է տանում այսօր մեր կյանքի մեջ, սիրելի ժողովուրդ։ Դու որ այսօր այստեղ նստած ես, կլինի առաջի շարքում, թե կլինի վերջին շարքում, դու պետք է յուղով լցվածնես, դու պետք է յուղոտ լինես, որ քո ներկայությունն էլ շատ կարևոր լինի։ Հեսա կանդրադառնանք մի կարևոր հարցի, որ դու էլ սրա մեջ մասնակցություն ունես, ես էլ դրա մեջ մասնակցություն ունեմ, որ շատ կարևոր է յուղը մեր կյանքի մեջ, որ մեր ներկայությունն էլ անգամ ստիպողաբար սովորությունով չլինի։ Գիտեք, մի բան ասեմ, քրիստոնեական կյանքում էլ կան բաներ, որ մարդիկ արդեն ադապտանում են այդ վիճակին, դառնում է բնավորության գիծ, դե գիտեմ, որ ամեն կիրակի պիտի տունը չլեն, այդան եկեղեցի։ Թող չլինի քո համար սա սովորություն, թող լինի սա քո համար փափակ, ծարավ, եւ դա գալիս է յուղից։ Երբ որ մենք յուղ ենք ունենում, փափագում ենք, որ Տիրոջ տանը, Տիրոջ սրահները լինենք։ Դավիթն ասում է, ես շատ ուրախ եմ, երբ որ ինձ ասում են, արի գնանք Տիրոջ տուն։ Փառք Տիրոջը։ Իսկ Դավիթն ուներ այդ յուղը։ Մենակ Գևոր աղբերն ասեց այո։ Դավիթն ուներ այդ յուղից։ Այո, իհարկե, ուներ այդ յուղից։ Հենց իա սկիզբն էլ յուղով սկսվեց, չէ՞։ Սամուել մարգարեն ինչ արեց։ Յուղը լցրեց գլխի վրա։ Եվ Դավիթը եղավ օծված թագավոր։ Փառք Տիրոջը, չնայած որ Սավուղ թագավորը շատ էր ցանկանում նրա յուղը մաքրել, շատ էր ցանկանում նրա յուղի դեմը առնել, բայց չկարողացավ, որտեղ այդ յուղը Աստծուց էր, մարդուց չէր։ Փառք Տիրոջը։ Այնպես որ իմ ու քո կյանքում մի բան որ Աստծուց է, եկեղեցու հարցում մի բան որ Աստծուց է, մարդը երբեք չի կարող քանդել, մարդը երբեք չի կարող վնասել, ինչ էլ եթե անի Աստծո թույլտվությամբ, իրան է վնասելու։ Փառք Տիրոջը։ Երկրորդ Կորինթացիներիս 1:21 Երկրորդ Կորինթացիներիս 1:21 Բայց մեզ ձեզ հետ Քրիստոսում հաստատողը եւ մեզ օծողը Աստված է։ Ով է մեզ օծողը? Աստված։ Ինքն է մեզ օծում իր գործի համար, իր տան մեջ լինելու համար, այդ աթոռի վրա նստելու համար, այստեղ նստելու համար, այստեղ կանգնելու համար, այն վերևում լինելու համար, նա է օծում, որ իր գործն անի։ Կխնդրեմ ձեզ, եթե չեք արել երբևիցե, ուսումնասիրեք 5 կտակարանի այն գրքերը, որտեղ նոր
նոր ձևավորվում էր պետություն, ձևավորվում էր տաճար, հոգևոր պաշտամունք, այդ օրենքներ, եւ նայեք, որ ով ինչ գործ արել է Աստծո տան մեջ, բոլորի վրայով գրված է, եւ Աստծո հոգին նրա վրա էր, նրան իմաստություն էր տվել այսինչ գործի համար։ Այսինքն մենք տեսնում ենք, որ անգամ այդ գործի համար էլ պիտի յուղ ունենաս։ Պարզապես ինչ-որ բան անելով չի, ուզում ես համալսարան վերջացրա, ուզում ես մագիստրատուրա վերջացրա, միևնույն է, յուղը եթե չլինի, դա մի օր կավարտվի։ Եվ Աստված ինքն էլ օծում էր իր գործի համար հատուկ մարդկանց։ Օրինակ, Պողոսին Աստված կանչեց, որ իր խոսքը տանի հեթանոսների մեջ, նա օծված էր, նրան օծեց Տերը։ Տերը օծում էր մարդկանց մարգարեական գործի համար։ Տերը օծում էր մարդկանց թագավորական գործի համար։ Տերը օծում էր մարդկանց, որ ոսկիով գործ անեն։ Ոսկերիչ որպես։ Մեկը քանդակագործ, մեկը ինչ-որ բան էր գործում, տաճարի սյուներն էր սարքում, բոլորը օծված էին Աստծո գործի համար։ Կարդացեք այդ գրքերը եւ կհանդիպեք այս խոսքերին։ Հետևաբար դա մեզ ինչ է տալի։ Ոչ թե դա գեղեցիկ պատմություն է, որ մենք այսօր կարդանք ու իմանանք, թե անցյալում ինչ է տեղի ունեցել, դա մենք կարդում ենք իմանալու, թե ես ոնց պետք է լինեմ։ Դու պետք է լինես օծված, դու պետք է յուղ ունենաս, դու պիտի յուղոտ լինես։ Դու պետք է յուղոտ լինես, անգամ եթե նստած ես այդ աթոռին եւ եկեղեցու մեջ չունես ծառայություն, դու դրա մեջ էլ պետք է յուղոտ լինես։ Թող Աստված օրհնի մեզ, որովհետեւ այդ յուղը միանշանակ Աստված օգտագործել է մի օրյա փառքի համար դրսում, տանդ մեջ, աշխատանքի վայրում, իր ավետարանի արքայության մեջ, դաշտի մեջ, միևնույն այդ յուղը օգտագործել ես դու։ Դու կարող ես ասես, դե հիմա ես ծառայություն չունեմ, գալի եթում եմ։ Ով ասում դու չունես։ Ժամանակ կա, որ Աստված քեզ կօգտագործի, քո բերանի մի խոսքը, քո բերանի մի խոսքը յուղոտ կլինի, եւ ինչ որ մեկը կապաշխարի, դժոխքից կփրկվի։ Դու մի ասա, թե դու ծառայություն չունես, դու արդեն օծված ես այդ գործի մեջ։ Գնացեք եւ ավետարանը քարոզեցեք բովանդակ աշխարհով մեկ։ Միթե սա պատվես չի։ Չասես գնացեք եւ դարեք բոլորդ հովիվներ։ Ոչ։ Գնացեք եւ ավետարանը քարոզեցեք։ Սա բոլորի պարտականությունն է եւ սրա համար արդեն Աստված քեզ օծել է այն օրը, երբ որ քեզ կանչեց եւ իր Սուրբ Հոգով քեզ մկրտեց։ Փառք Տիրոջը։ Օրհնյալ է մեր Աստված։ Եվ մի կարևոր համար էլ Ելից 30-ի 23-ը Ելից 30-ի 23-ը Յուղի բաղադրության մասին աստեղ գրած, թե ինչ բաղադրություն ուներ օծման յուղը։ Իհարկե ես այստեղ չեմ մտել ժամանակի առումով, բայց այս բոլոր այդ նյութերը, որոնք գործածվել են օծման յուղ ստանալու համար, դրանք էլ իրենց բացատրությունն ունեն։ Եվ Եհովան խոսեց Մովսեսի հետ, ասելով. «Առ քեզ մոտ գլխավոր համեմունքները»։ Մեր քույրերը լավ կիմանան համեմունքները ինչքան կարևոր են կուխնյայում, չէ՞։ Եվ մեկ էլ տղամարդիկ, որ ուտողն են։ Զուտ զմուս 500 սիկղ, նայեք գրամներով, կիլոներով, դեցիներով, սա գրված է։ Նրա կես չափ, այսինքն 250 սիկղ անուշահոտ կինամոն եւ 250 սիկղ անուշահոտ խունկեղեն եւ 500 սիկղ կիսայի սրբարանի սիկղի համեմատ եւ 1 հիմեն ձեթի յուղ։ Եվ շարունակությունը դուք տանը կկարդաք։ Սա բաղադրությունն էր եւ սրանք իրանց մեջ մեծ նշանակություն են։ Ես ձեզ մի բան ասեմ, սա ուղղակի սև բիբար չի, որ այսքան սև բիբար կգցես կամ այսքան էլ աղ։
Սա շատ կարևոր դեր է տանում օծման յուղը ստանալու համար, որտեղ միևնույն երբ որ դու պատրաստում ես, դա պիտի ներկայացնես Աստծո առաջ, եւ նա ինքը պիտի հավանի եւ սուրբ համարի դա, որ դու դա էլ գործածես գործի մեջ Աստծո եւ այդ ինչի վրա որ կթափվի, դա էլ սուրբ լինի։ Այսինքն նայեք, ինչքան կարևոր էր բաղադրությունը, դա շատ կարևոր էր բաղադրությունը, որովհետեւ պատրաստված նյութը պետք է սուրբ աներ ամեն բան ինչի վրա որ նա կկաթար։ Կլներ դա մարդ, կլներ իր եւ առարկա, միևնույն է դա սուրբ է լինելու։ Փառք Տիրոջը։ Դե պատկացեք ինչքան ուշադրությամբ են հատուկ այդ մարդիկ պատրաստել յուղը, որ ոչ մի բան Աստծո պատվիրանքից բաց թողեն։ Փառք Տիրոջը։ Եվ Առաջի Հովհաննես Հովհաննես 2:20 Այս համարի մեջ կարծես թե բերում է միտք այն ավարտին, որ իրականում ով է կամ որն է այդ յուղը մեր օրերում, որ գրված ամբողջ Աստվածաշնչի մեջ։ Եվ դուք, ասում է, օծություն ունեք այն Սուրբից եւ ամեն բան գիտեք։ Չգրեցի ձեզ իբրև թե ճշմարտություն չգիտեք, այլ թե գիտեք նրան եւ թե ամեն ստություն այն ճշմարտությունից չէ։ Ով էր այդ Սուրբը, ով էր մեզ օծողը, ով էր եւ այդ Սուրբը։ Խոսքը Սուրբ Հոգու մասին է, որ մեզ սովորեցնում է, այն ասում է, այն օծությունը ձեզ կսովորեցնի։ Սուրբ Հոգին է մեզ սովորեցնում, Սուրբ Հոգին է մեզ օծում իր գործի համար, իր գործը կատարելու համար։ Խոսքը Սուրբ Հոգու մասին է, այսինքն 5 կտակարանում Աստծո տաճարը օծողը, փառքով լցնողը, անոթները սուրբ անողը, Ահարոնի որդիներին, նրանց զգեստներին, նրանց պաշտոնը սուրբ անողը Սուրբ Հոգին էր։ Եվ այսօր էլ նա է անում։ Բան չի փոխվել։ Այսօր էլ նա է օծում մարդուն Աստծո գործի համար։ Այն ժամանակ, երբ որ Սուրբ Հոգին օծեց մեկին, որ ինքը լինի շատ իմաստուն, ինքը լինի լավ ճարտարապետ, լինի լավ ոսկերիչ, փայտագործ, Սուրբ Հոգին որ օծեց այն վաղ այդ մարդկանց, այսօր էլ ինձ ու քեզ օծում մեր ժամանակներում պահանջվող գործի համար, որից Աստված կփառավորվի եւ Աստծո արքայությունը կկառուցվի։ Փառք Տիրոջը։ Օրհնյալ է մեր Աստված, որ մեզ տվել է Սուրբ Հոգին, շնորհակալ ենք իրապես Տիրոջից, որ տվել է Սուրբ Հոգին, որ առանց նրա մենք ուղղակի ոչ մի բան չենք կարող անել, առանց նրա չենք կարող պաշտամունքի գալ, հավատքի գալ եւ ճանաչել Տիրոջը։ Նա է պատճառը, որ ես ու դու այստեղ ենք։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Եվ երկրորդ, սա օծման յուղի մասով, երկրորդ յուղը, որ պակաս կարևոր չէր Աստծո տան մեջ, դա ձիթապտղի յուղն էր։ Ձիթապտղի յուղ, որ ծեծում էին ձիթապտուղը եւ յուղ էին քամում ծեծված տերևներից, արմատներից, այդ ցողունից եւ այդ յուղը գործածում էին տաճարի մեջ շատ կարևոր բանի համար։ Եվ գիտեք ով էր այդ յուղը բերողը։ Քահանան չէր, քահանայի որդիները չէին, երեցները չէին, ժողովուրդն էր։ Այստեղ հարցը ավելի լրջացավ եւ կոնկրետ դիպուկ Աստված մատը դրեց մեր վրա եւ մենք կարդանք հեսա դա Ելից 27:20 եկեք բացենք Ելից 27:20 Եվ ինչ ասում, եւ դու պատվիրիր Իսրայելի որդիներին կամ ժողովրդին, որ քեզ մաքուր
շեշտում է մաքուր, ծեծված ձիթապտղի յուղ բերեն լույսի համար, որ միշտ ճրագը վառվի։ Ով բերի, ավելի կոնկրետ, մենք պիտի բերենք այդ ձիթապտղի յուղը, որ տան մեջ վառվող, հեսա կկարտան գրված է հավիդենական չդադարի կրակը վառվելուց տաճարի մեջ։ Այսինքն միշտ պետք է տաճարի այդ սկզբնական մասում մի սեղան կար, վրան կրակ էր վառվում եւ այդ վառողը միշտ քահանապետն էր, Ահարոնն էր, որ միշտ այդ յուղ էին լցնում այդ կրակի վրա, որ այդ կրակը միշտ վառված լինի տաճարի մեջ։ Եվ այդ յուղը բերողը ոչ թե իրանք էին, այլ ժողովուրդն էր։ Հիմա սիրելի Աստծո ժողովուրդ, դու ինչ ես բերում քո հետ։ Ինչ ես բերում, որ ծառայողները վառեն։ Նեհեմիայի ժամանակ, երբ որ տաճարը կառուցվում էր, վերականգնվում էր Իսրայելի պետականությունը, որտեղ 70 տարի Բաբելոնում գերության մեջ էին եւ Աստված ողորմություն արեց, Կիրոս թագավորի սիրտը փոխեց եւ նա ազատ արձակեց Աստծո ժողովրդին, որ նրանք գնան եւ իրենց տաճարը, քաղաքը կառուցեն։ Զորաբաբելի միջոցով կառուցվեց տաճարը, փլուզված դռները, պատուհանները, փեղկերը, Եզրասի միջոցով կառուցվեց զոհասեղանը, հոգևոր պաշտամունքը, բայց Նեհեմիան կառուցեց պարիսպները։ 3 մարդիկ, որոնց օծեց Աստված գործածելու համար, վերակենդանացնելու իր տաճարը, իր սուրբ քաղաքը, Փառք Տիրոջը։ Եվ ինչ տեղի ունեցավ, կուզեմ այս համարը իհարկե չեմ տվել մեդիա խմբին, բայց եկեք բացենք, եթե դժվար չի, Նեհեմիայի 13-ի 19։ Նեհեմիա 13-ի 19։ 13-ի 19։ Նայեք ինչ ասում։ Եվ երբ որ մտնում էր Երուսաղեմի դռներումը շաբաթից առաջ, այն ժամանակ հրամայեցի, որ դռները փակեն, եւ հրամայեցի, որ նրանց չբերեն, չբանան մինչև շաբաթ օրվա վերջը, որտեղ ծառայություններ պատրաստվում են եւ իմ ծառաներին դրի դռների վրա, որ բեր ներս չմտնի շաբաթ օրը։ Կուզեմ մի փոքր սրա մասին խոսենք։ Ինչ չմտնի շաբաթ օրը։ Բեր։ Գիտեք, այսօր ինչքան բեր կա մեր սրտի վրա, գալիս ենք պաշտամունքի։ Նեհեմիան երևի դուխով տղա էր, իր ծառաներին կարգեց, որ մարդկանց ասի, որ հանգած բերդ ներս չբերեք։ Իսկ այսօր ծառայողները, հովիվները վախենում են ինչ-որ մեկին մի բան ասեն, որ սենց մի արա, էսի մի բեր, էսի մի տար, սենց մի խոսա, չգիտեմ ինչ-որ բան։ Իսկ Նեհեմիան ասեց, դուռը փակեք, չբացվի մինչև պաշտամունքի վերջը, որ հանկարծ տաճարի տարածքից ներս մարդիկ բեր չբերեն։ Այսօր շատ բերեր կա այս կյանքում, որ մենք վեկալել ենք հոժարական ցավոք սրտի, հոժարական բեր ենք վեկալել մեր վրա եւ գալիս ենք այտենց Տիրոջ առաջ, որը հաճելի չի ասում։ Տերն ասում է, որ բերով մի արի իմ տուն։ Բեր ունես, թող դրսում, հրաժարվի դրանից։ Արի ես քեզ յուղ տամ, յուղով ապրի, այդ զավակս, աղջիկս, յուղ տամ քեզ, բայց բերից դու պիտի հրաժարվես։ Եթե մենք չհրաժարվենք այդ բերից, Աստված ստիպողաբար չի վեկալելու այդ բերը։ Բեր կա ընտանիքից է, բեր կա եկեղեցուց է, բեր կա դրսից է։ Բերեր կան, որ խոսակցությունների արդյունքում են բեռնվում մեր վրա։ Ուղղակի քաջալերում են, որ ազատվեք այդ բերերից, թույլ մի տվեք, որ ինչ-որ մի թեմա, ինչ-որ մի նյութ, ինչ-որ մի մարդ, ինչ-որ մի իրավիճակ քեզ վրա բեր դնի, որտեվ հիշի կգա կանցնեն օրերը, հեսա կմոտիկանա Կիրակի օրը եւ դու պիտի կանգնես Տիրոջ առաջ եւ այդպես չես կարողանալու։ Դու պետք է բերից ազատվես։ Այդ բերը կարող է հարս ու կիսուրի արանքում եղած վիճաբանությունը լինի։
Այդ բերը կարա աշխատանքի վայրում լինի վիճաբանություն, այդ բերը կարա եկեղեցու հետ կապված ինչ-որ հարցեր լինի, բայց բերեր են դրանք, որ սատանան առիթը բաց չի թողում, անմիջապես դնի ինչ-որ մեկի վրա։ Ճիշտ է, դու նստած ես, դեմքդ փայլում է, ժպտում ես, ստեղից նայողն էլ մտածում է, թե Աստվածը մեզ սուրբերին խես թողը երկի վրա, հանկարծ չկեղտոտվեն, բայց գիտես, բերեր կան մեր սրտի մեջ, որ մենք տարիներով տանում ենք։ Բայց երբ որ մեկը հայտնություն է առնում ու ասում է, գիտես, եղբայրս կամ քույրս, սենց մի արա, հարցեր են առաջանում։ Բայց Նեհեմիան համարձակվեց եւ ասեց, դուրը փակեք ուրբաթ իրիկուն, չբացեք մինչև շաբաթ իրիկուն, որ հանկարծ քաղաքից ներս բեր չկա, որտեղ քաղաքի ներսում պաշտամունք էր տեղի ունենում, հազիվ վերակենդանացել են, հազիվ վերադարձել են գերությունից իրենց քաղաքը, եկել էին պաշտելու Աստծուն, Եզրասը զոհասեղանը կառուցել էր, իրանք 77 տարի կարծեմ, 77 տարի զոհասեղանին մոտիկ չեն եկել, զոհ չեն մատուցել իրանց Աստծուն, պաշտամունք չեն արել, դժվարության մեջով են անցել, քար ու արձանին են ստիպում, որ պաշտամունք բարձրացնեն, կռվել են, արուն են թափել, կյանք են կորցրել, բայց հիմա առիթն է, որ պաշտեն իրենց Աստծուն։ Ու հանկարծ Նեհեմիան իր ծառաներին կարգում է այնտեղ դրան առաջ եւ ասում է, ոչ մեկին թույլ չտաս ներս գա, որ հետները բեր բերեն։ Եվ մի համար էլ սրանով շարունակենք այս միտքը, Երեմիա 17, 19, Երեմիա 17, Երեմիա 17, 19, Եվ Տերն այսպես է ասում ինձ, գնա և կանգնի ժողովրդի որդկանց դռանը, որով Հուդայի թագավորները մտնում են և դուրս են գալիս, ով? Թագավորները, եմաղ ժողովուրդ էր, հիմա թագավորները, և Երուսաղեմի բոլոր դռներումը կանգնիր, և ասա նրանց, լսեցեք Տիրոջ խոսքը, ով Հուդայի թագավորներ, և ով բոլոր Հուդա, և ով Երուսաղեմի բոլոր բնակիչներ, որ գալիս եք այս դռներովը, այսպես է ասում Տերը, զորացեք ձեր անձերի համար և բեռ մի վեր առեք շաբաթ օրը, որ մի բան Երուսաղեմի դռներից ներս բերեք։ Ինչ արեք, բեռ մի վեր առեք։ Սա արդեն անդրադարձավ իր ծառայողներին, կապ չունի, հովիվ է թե ժողովուրդ է, միևնույն է Աստված նախանձավոր սրբությանը մենք սկզբում խոսեցինք։ Եվ մենք բոլորս պետք է սա հարցով ուշադրություն դարձնենք, որ բեռ չլինի իմ սրտի մեջ։ Որտեղ այդ բեռերը խանգարում են իմ եւ Աստծո հարաբերությանը, այդ բեռը խանգարում է, որ ես լցվեմ այդ յուղով, այդտեղ չկա, որտեղ լցնի, այնքան բան կա մեջը։ Հիմա եթե բաժակը ամբողջությամբ լցնես, այսքան բաժակը, կարաս 3 լիտր էլ ջուր ավելացնես վեն, ոչ, կթափվի։ Հիմա Տերն ասում է, դատարկվիր, որ ես քեզ քո մեջ ինձանից բան լցնեմ։ Եթե դու չես դատարկվում, պահել ես հարսի, կիսուրի, հովիվի, հարևանի, տնօրենի, աշխատողի բեռերը քո մեջ, ես որտուց իմ յուղից լցնեմ։ Դատարկվիր, որ ես քո մեջ յուղ լցնեմ։ Պատանիներ, երիտասարդներ, տարիքները կապ չունեն, մենք բոլորս պետք է յուղ ունենանք։ Դպրոցում խնդիրներ կա, չծանրաբեռնվես, որ յուղին տեղ լինի։ Թող Աստված օրհնի մեզ։ Եվ ինչ ասեց, անդրադառնանք առաջի համարին, Ելից 27-20-ին, պատվիրիր ժողովրդին, որ ձիթապտղի յուղ բերեն, մաքուր ծեծված, որպեսզի տաճարի, սեղանի, կրակը, հավիտյան չհանգչի իմ առաջ։ Դա պիտի միշտ վառ լինի։ Դա կարող լինի եկեղեցու փառաբանության, դա կարող լինի եկեղեցու աղոթքի ծառայությունը, դա կարող լինի եկեղեցու միաբանությունը, որն էլ դնես համեմատության կարգով, սաղն էլ կբռնեն իրար հետ։ Կարևորը, որ մենք Աստծո առաջ դա հավիտյան ունենանք։ Փառք Տիրոջը, եւ դրա համար իհարկե իմ ու քո բերած յուղն է պետք։
Ղևտացիներից 24-ի առաջի համարը 24 առաջի համար։ Եվ Եհովան խոսեց Մովսեսի հետ ասելով. պատվիրիր Իսրայելի որդիներին, որ ծեծած մաքուր ձետ բերեն քեզ մոտ լույսի համար, որ միշտ ճրագը վառվի, ժողովքի խորանի մեջ վկայության վարագուրից դուրս միշտ Ահարոնը պատրաստե այն իրիկվանից միջև առավոտ Եհովայի առաջին, սա ձեր ազգերի մեջ հավիտենական կանոն լինի։ Մի ամսվա կանոն չի, գալող տարվա համար չի, դա հավիտենական կանոն է, որ ես հավիտյան յուղ պիտի բերեմ, հավիտյան էլ այդ մարդը պիտի այդ յուղով վառի այդ սեղանի վրայի կրակը։ Այսինքն, նայեք, որ Աստված ինչ պատվիրան որ դրեց, խառնեց ժողովրդին էլ դրա հետ, որ մասնակցություն ունենան, որ ինքը կարողանա սաղի վրա յուղ լցրի։ Այսօր եկեք ուշադրություն դարձնենք, մենք ինչ ենք բերում մեր հետ, ինչ ենք բերում մեր սրտերի մեջ, արդյոք յուղ ենք բերում, թե այլ բան։ Թող Տերը օրհնի մեզ։ Եվ Ղևտացիներս 6-րդ գլխի 13-րդ համարը նույն գրքի 6-ի 13-ը։ Ասում է կրակը սեղանի վրա միշտ վառված լինի, պիտի չհանգչի։ Նայեք, մի քանի տեղ ես սիրում եմ, որ Աստծո խոսքը ինքը իրան վկայում է, Հիսուսն ասեց, չէ, 2-3 վկայի բերանով ընդունեք ճշմարտությունը հաստատվի։ Հիմա Աստծո խոսքը 2 չէ, 3 չէ, հա վկայում է ինքն իր համար, որ դա ճշմարիտ է եւ Աստծուց է։ Սեղանի վրայի վառված կրակը պիտի չհանգչի։ Ժողովուրդ, գիտեք, ցավոք սրտի մարդիկ կան, թե եկեղեցում, թե եկեղեցուց դուրս մեր շրջապատում մարդիկ կան, որ հատուկ կրակ հանգցնող են, ոնց որ պաժարնի կլինեն, հատուկ կրակ հանգցնող են, հատուկ օծություն գործող են, հատուկ օծությանը վնասող են, հատուկ քո վրա բեր դնող են, խուսափեք և պաշտպանվեք նման մարդկանցից, նման իրավիճակներից, որ ձեր վրա ծանրություններ չդնեն, որովհետև կրակի համար յուղ չես կարա բերես, որտև դա քեզ է պատվիրված, պատվիրիր Իսրայելի ժողովրդին, որ քեզ համար մաքուր, ձիթապտղից ծեծված յուղ բերեն, որ դու ով քահանապետ Ահարոն վառես կրակը։ Դա մեզ է պատվիրած, որ մենք պետք է յուղ բերենք, հապես բերելուց հետո պիտի ունենամ, որ բերեմ, չէ՞։ Հետ չեղել ասենց արտեցություն ասեք, է չունեմ ուր դուս տամ։ Հա չունեմ ուր դուս բերեմ։ Չունես, գնասո մոտ, վեկալ ձիթապտղից, կամ ոնց չունես։ Հեսա մենք ավելի լուրջ փաստի առաջ են կանգնելու, որ մեզանից յուրաքանչյուրը ունի այդ առիթը բերելու ձիթապտղի յուղ, ունենալու ձիթապտղի յուղ, մենք բոլորս ունենք այդ հնարավորությունը։ Օղակ եթալով նեղացնում Աստծո հոգին, որ մենք փախնելու տեղ չունենանք, որտեղ նրա նպատակը քեզ կատարյալ հասցնել երկինք։ Առաջի Կողոսացիներից գրքի մեջ չէ ասում, որ ինչ անի Տերը մեզ, սուրբ, անբիծ և կատարյալ կանգնեցնի իր առաջ։ Դրա համար շատ ժամանակ Աստված օղակները նեղացնում է, որ դու փախնելու տեղ չունենաս։ Երեք Ռոման աղբերը հրաշալի ծառայություն տվեց այն փոթորիկի մասին, որ փոթորիկներ, որ մեզի տանում են ավելի մեծ հաղթանակների, ոչ թե կործանման համար։ Փառք Տիրոջը։ Կրակը սեղանի վրայից չպակասի։ Եվ հետարքիր մի ինֆորմացիա ձեռքիս տակ ընկավ, ձիթապտղի բացատրությունը, յուղի բացատրությունը, ինչ է իրանից ներկայացնում ձիթապտղի յուղը։ Հետարքիր է ձեզ, շարունակեմ, փառք Տիրոջը։ Ինչ է նշանակում ձիթապտղի յուղը։ Խաղաղություն և հաշտություն։ Առաջինը
Ձիթապտղի յուղի խորհուրդը խաղաղություն եւ հաշտություն։ Ունես դա դու։ Դու դա ունես, Աստված տվել է այդ առիթը, որ դու խաղաղ լինես եւ հաշտ լինես իր հետ։ Հա, ոնց որ, չէ՞։ Շոր ձեն չէ կամ շատ լավ է պատգամը, կամ էլ բավշե լավ չի։ Մտորումների մեջ ենք։ Առաջի խորհուրդը ձիթապտղի խաղաղություն եւ հաշտություն, դա է նշանակում։ Սուրբ Գիրքը դրա մասին բազում ասում է, որ մենք Հիսուս Քրիստոսով հաշտվեցինք Աստծո հետ եւ խաղաղություն ունենք Աստծո հետ։ Այսինքն մենք ունենք այդ ձիթապտղից հնարավորություն օգտվելու։ Ավելին ասեմ, ասում է, որ ձիթապտղի խորհուրդներից մեկն էլ նաև պսակ կամ պարգևատրում։ Հին հռոմեական ժամանակներում, երբ որ գլադիատորներին, բաներին պարգևատրում են, ինչ են անում, ձիթապտղի տերևներով պսակ էին պատրաստում եւ դնում էին դրա այդ մարդկանց գլխին, հաղթողների գլխին։ Իսկ հիմա դու Հիսուս Քրիստոսում ունես պսակ։ Իհարկե ունես։ Այս ժողովուրդ մատ արձագանք եք, դիտումա չունեք։ Այո, ունենք հայտնության գիրքը հաստատում է, որ մենք պսակ ունենք, այն պսակը, որ պիտի կանգնես Տիրոջ առաջ եւ գլխիցդ հանես դնես իա ոտքերի առաջ, ասես դու ես արժանի ես պսակին, այդ պսակը դու ունես, պրոստը հիմա չի երևում այդ տերևները։ Հիմա կթորոմի որ շուտ դնեն, կամ եկը հպարտանանք, այդ վաղտ կտա, եթե արժանանանք, բայց Տերը արժանացրել է մեզ։ Հաջորդ բացատրությունը խորհուրդը ձիթապտղի վերածնունդ, անմահություն։ Ունես Քրիստոսի մեջ, դուք որ մի ժամանակ մեռած եք հանցանքներում, Հիսուս Քրիստոսում կենդանի եղաք։ Փաստորեն ունեմ ես այդ ձիթապտղի խորհուրդներից։ Ես հարություն առա, ես վերածնվեցի Քրիստոսի մեջ։ Ամեն։ Մխիթարախտիչը։ Ամեն։ Եվ հաջորդը վերջի բացատրությունը ձիթապտղի սրբացում եւ օրհնություն։ Հաջորդ ձիթապտղի բացատրությունը սրբացում եւ օրհնություն։ Ունենք սրանից, ունենք այս հնարավորությունը սրբացման եւ օրհնության, այո, դա էլ ունենք Հիսուսի մեջ։ Դա էլ ունենք Հիսուսի մեջ։ Ախր Հիսուս ջան, դու ես ինչ ես արել։ Ախր այդ սաղ ապահովել ես մեր համար։ Սաղ պատրաստել ես, որ բանի մը կարիք չունենամ ես։ Այստեղ իրապես այդ երգը հիշելը շատ տեղին է, չէ՞։ Բանի կարիք պիտի չունենամ։ Տերն իմ հովիվս է։ Ես ոչ մի բանի կարիք պիտի չունենամ, ես նրա մեջ ունեմ խաղաղություն եւ հաշտություն Աստծո հետ։ Հետարքիր այդ ինֆորմացիան, որ ես ձեռքումս ընկավ, սենց էր նաև բացատրում, որ խաղաղություն եւ հաշտություն նաև օրինակը բերեց Նոյի աղավնին, որ ուղարկեց, ինչ եկավ կտուտ։ Դա խորհրդանշում էր, որ նոր սկիզբ, հաշտություն, նոր սկիզբ, նոր ընթացք։ Ունենք Հիսուսի մեջ այդ նոր սկիզբն ու նոր ընթացքը։ Այսինքն քո բերանում էլ կա ձիթապտղի ճյուղ։ Դու ունես այդ հնարավորությունը։ Փառք Տիրոջը, հեսա կավարտեմ, օրհնյալ է մեր Տերը։ Եվ մի կարևոր համար, որ ապշեցնող էր, երբ որ Սուրբ Հոգին օգնեց, ես դա գտա, որտեվ գիտեք, ես երկու շաբաթվա մեջ, երբ որ պատրաստվում ես պատգամին, ուղեղիս մեջ, մտքիս մեջ պտտվում են այս պատգամները, ես ման էի գալիս, փնտրում էի, բայց ինչ որ բան պակաս էր, անդադ խնդրում, ասում է Տեր Հիսուս, Սուրբ Հոգի ասում է, ինչ կլի, մի հատ հայտնություն տուր, էլի, չի բավարարվում ձեռքիս տակ ունեցածը, ինչ որ բան պակաս է, ինչ որ բան կիսատ է, եւ հետարքիր էր, որ Սուրբ Հոգին մի համար օգնեց, որ գտնեմ Փառք Տիրոջը, եկեք բացենք Հռոմեացիներից 11-րդ գլուխը, Հռոմեացիներից 11 Հռոմեացիներից 11
17-ից կարդանք։ Բայց եթե ճյուղերից ոմանք կտրվեցան, սա վստահ եմ գիտեք, սա այն պատմությունն է, որ Պողոսը հեթանոսների եւ Իսրայելի այդ օրինակներով խոսում է, որ Իսրայելը բնական ճյուղն էր, կտրվեց, բայց դու որ վայրի ճյուղ էր, պատվաստվեցիր, որ դու չկորչես, այս խոսակցությունն է անում, ասում է, բայց եթե ճյուղերից ոմանք կտրվեցան, եւ դու որ վայրի ձթենի էիր նրանցում պատվաստվեցար եւ հաղորդ եղար արմատին եւ ձիթենու պարարտությանը, վայ, ում ձիթենու պարարտությանը, ով էր այդ ձիթենին, այդ արմատը, ձիթենու ով էր, Հիսուսը, որ պատվաստեց հայրը քեզ իր վրա, որ դու ես բոլոր հատկանիշները եւ յուղ ունենալու համար կարնաս գաստաճար։ Հիսուսն էր այդ ձիթապտղի արմատը եւ շարունակությունն ասում է մի բարձենար այն ճյուղերի դեմ, բայց եթե բարձենաս, դու չես արմատը վեր բռնողը, այլ արմատը քեզ։ Այսինքն Հիսուսը ինքն է մեզ պահում իր վրա, որ մենք կարնանք պտուղ բերենք, մենք կարնանք յուղ ունենանք, այսինքն ինքն է դրանում անհանգ ստացած։ Շատ ժամանակ մենք սկի չենք էլ անհանգ ստանում։ Բայց ինքը ամեն օր անհանգ ստացած է, որ մենք մնանք իր մեջ եւ ինչ անենք եւ յուղ ունենանք։ Եվ ունենանք այն հատկանիշներ, այսինքն այն խորհուրդը ձիթապտղի, որ կա իրականում, սա քո կյանքի մեջ տեղի ունենա, կամ քեզանով տեղի ունենա, որ քեզանով էլ տեղի ունենա ազդի այն մյուսի վրա, ով չունի այդ յուղից։ Ես ձեզ մի բան ասեմ, այս մեծ բազմությունը այստեղ որ նստած է, դա սկսվել է ինչ-որ մեկի յուղի պատճառով։ Ինչ-որ մեկի յուղի պատճառով։ Կամ մարդ այստեղ, որ ինքը պատճառ է եղել ինչ-որ մեկի ապաշխարությանը, որ այդ մարդն էլ աստե։ Ով է քեզ իմ աղբերը վկա է, որ որ քուրը, թող ձեր բարձրացնի, դուք եք վկա է, որ ինքը ապաշխարել է։ Դու ես վկա է, ինքը ապաշխարել է։ Հա։ Շատ լավ։ Դա յուղի պատճառն է։ Դու ոչ չունենայր, դու չէիր կարա տայր։ Դե համար ամբողջ աշխարհը, որ այսօր քրիստոնեությունը չի վերացե, այդ գիտեք ինչի պատճառն է։ Առաքյալների պատճառն է, իրանց վրայի եղած յուղի պատճառն է, որ իրանք այդ յուղը բաժնեկցել են մյուսների հետ։ Թող Աստված օրհնի մեզ եւ լցնի մեզ։ Եվ ասում է դուք հաղորդ եղաք արմատին եւ ձիթենու պարարտությանը։ Մենք հաղորդ ենք։ Հիսուսն իր մեջ ինչ որ ունի, ինչ հատկանիշներ ունի, ինչ բնավորության գծեր ունի, ինչ մտածելակերպ ունի, մենք դրան հաղորդ ենք։ Բայց հələ հարց է։ Ինչից ինչքան ունենք։ Սրանք հարցեր են։ Հա, դու կարող ես ունենաս հնարավորություն, բայց արդյոք ունես արդեն իսկ քեզ մոտ։ Սա իմ ու քո կյանքը, ապրածը, վիճակը, կարգավիճակը, դրանք են ասում։ Արդյոք մենք ունենք այդ յուղից, թե չէ։ Եկեք այսօր խորենք սրա մասին, մտածենք, մտորենք եւ աղոթ կանենք Տիրոջը, որ Տեր, ես յուղ եմ ուզում, որ գամ քո առաջ, յուղով, ոչ թե բեռով։ Յուղով։ Եթե այսօր գտար, որ ինչ-որ բան բեռ է քո համար, խոսակցություններ, որ բեռ են դարել, իրավիճակներ, որ բեռ են դարել, իրադարձություններ, որ բեռ են դարել, ուղղակի թող դրանք, յուղի կխանգարի։ Ամանի բերանը կփակես բեռով եւ յուղ չի կարա Սուրբ Հոգին լցնի, որ բերես իր առաջ։ Որ ծառայողներ վառի կրակը,